Նախկինում խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Արմեն Մանուչարյանն է։ Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղի բնակիչներից մեկի անասնագոմի մուտքի փեղկերը կողպեքին միացնող թելն է այրում, ինչպես արել էր մայիսի 1-ի լույս 2-ի գիշերն ու մտել ներս։ Ահա թե ինչու։ Կապած էր, հարցկել եմ, հանել եմ դուրս։ Տալ եմ փոյս գծելի մոտ, բարձել եմ ուղազը տալ։ Կարծես հիմա պարտք ունի, էլ լրը չէի տվել, բացը թողն ուզում եմ։ Ես չհնարավորություն չունեմ, չէի կարողանում։ Այդ օր իրանց փողը պետք է տայի, անպայման զանգին ուզեցին եմ։ Ասենք ես էլ այդ քայլին դիմեց։ Լուսադեմին Արոտի հանող գյուղացին նկատել էր տոհմական ցուլիկի բացակայությունը եւ անմիջապես զանգահարել ոստիկանության Վարդենիսի բաժին։ Քրեական հետախույզները դեպքի վայրի զննությամբ եկան այն եզրակացության, որ կատարողը տարածքին եւ գոմը հսկող գամփրներին ծանոթ մեկն է եղել։ Իսկապես Կոտայքի մարզի Կապուտան գյուղի բնակիչ 24-ամյա Արմենը վերջերս հաճախ էր լինում Զոքաչի տանը, շփվում հարևանների հետ, մտերմանում։ Գավառում հովություն էր անում։ Գողության օրը Գավառից Նորակերտ էր եկել։ Մտածածն իրագործել, գողացած ցլիկն էլ Զովունի հասցնելուց հետո այնքան արագ էր վերադարձել Գավառ, որ ոչ գործատուն էր նկատել բացակայությունը, ոչ էլ կնոջ գյուղում էին նկատել, որ Արմենն այնտեղ է։ Նրա բարեկամների շրջանում կատարված բացատրական աշխատանքները արդյունք տվեցին։ Արմենը զանգահարեց տուժողին ու խնդրեց, որ ոստիկանություն չդիմի, ինքն էլ 300,000 դրամի տեղ տված ցուլիկը կվերադարձնի։ Նույն օրը պարզվեց Արմենի գտնվելու վայրը, որը Կոտայքի Գեղաշեն գյուղից բերման ենթարկվեց ոստիկանության Վարդենիսի բաժին։ Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով։ Արմեն Մանուչարյանը ստորագրությամբ բաց է թողնվել, նախաքննությունը շարունակվում է։ Ըստ Հայաստանի Հանրապետության ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի մայիսի 23-ից 26-ն ընկած ժամանակահատվածում Հանրապետությունում արձանագրվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք, որը բացահայտվել է։ Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 27 դեպքից բացահայտվել է 25-ը, կողոպուտի 4 դեպքից 2-ը, խարդախության եւ յուրացման 2-ական, խուլիգանության եւ ակցանենգության 1-ական դեպքերը բացահայտվել են։ Բացահայտվել է գողության 15 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 8, գողության, խարդախության եւ խուլիգանության 1-ական դեպք։ Անցած 3 օրերի ընթացքում Հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 22 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 35-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Մայիսի 19-ից 25 ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության առաջին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 183 տրանսպորտային միջոց։ 28 վարորդ մեքենան վարել է ոչ ստապ վիճակում, 2 վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն երթվեկության ընթացքում ծխելու համար։ 155 վարորդ տրանսպորտային միջոցը վարել է առանց համապատասխան փաստաթղթերի։ Մայիսի 19-ից 25-ը ոստիկանության Երևան քաղաքի վարչության բարեկապահակետային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում բորնկությամբ զբաղվելու կասկածանքով ոստիկանության Շենգավիթի բաժին են բերվել ընդհանուր թվով 15 անձ։ Իրավապահները ճշտել են մարմնավաճառների ինքնությունը, հասցեները։ Ոստիկանությունը եւս մեկ անգամ իրազեկում է, որ նման միջոցառումները շարունակական բնույթ են կրելու։